Ավետիք Իսահակյանի տուն թանգարանը ինչ միջոցառումներ է կազմակերպել թանգարանների գիշերվա օրվա համար։ Շատ բարի, շնորհակալ եմ։ Վաղը այո թանգարանների գիշերն է եւ ժամը 5-ին ունենք թանգարանի նոր ցուցադրության բացումը, գրական հատվածի նոր ցուցադրության բացումը եւ Իսահակյանը եւ ժամանակավոր ժամացույցների ժամանակավոր ցուցահանդեսը, որին կարող եք գալ եւ ներկա գտնվել, այնուհետեւ ունենք ինստալացիոն հետ շատ հետաքրքիր ծրագիր հնար արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացված, ունենք Նորքի տուն-ինտերնատի շահառուների կողմից շատ հետաքրքիր ներկայացում, որին կարող եք ներկա գտնվել ժամը 7:30-ին, որից հետո ունենք դասական երաժշտության համերգ, որի ընթացքում կհնչեն նաև Իսահակյանի ստեղծագործություններից, որոնց խոսքերի Իսահակյանն է, եւ արդեն երեկոյան թանգարանի գեղեցիկ հրաշալի այգում կարող եք վայելել սաքսոֆոնյան երաժշտություն։ Տիկին Ավետիսյան, դուք ինչպես եք գնահատում ձեր տուն թանգարանի, Ավետիք Իսահակյանի անվան տուն թանգարանի աշխատանքները, արդյոք այդ հիմնարկը ակտիվ է, որտեղ ես ուզում եմ հիշեցնեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ կան թանգարաններ, որ օրինակ կոնսերվացված են, արդյոք կիսում եք այդ կարծիքը, եթե այո, ինչու եւ եթե ոչ, ձեր օրինակով բացատրեք, թե ինչու ոչ։ Թանգարանային աշխատանքը շարունակական աշխատանք է։ Ավետիք Իսահակյանի տուն թանգարանը կարող եք մեր Facebook-յան էջին էլ հետևել եւ կարող եք հարցումներ իրականացնել նաեւ դպրոցներում։ Ամենաակտիվներից է, ամենաակտիվ թանգարաններից է։ Ունենք բազմաթիվ աշակերտներ, որոնք այցելում են։ Մեր աշխատակիցները պարզապես չեն հասցնում իրենց սպասարկելու թանգարանում։ Քանի որ մենք իրականացնում ենք ծրագրեր ուղղված երեխաներին, ունենք 15-ից ավել կրթական ծրագրեր, ունենք աբոնեմենտային կրթական ծրագրեր, որոնք երեխաները բոլորովին անվճար, այսինքն աբոնեմենտային տոմսով կարող են մասնակցել, շրջել թանգարանում, անցկացնել կրթական ծրագիր թանգարանում, ինչը ենթադրում է թանգարանի այգում գեղեցիկ ապլիկացիոն ծրագրերի իրականացում, թանգարանը ստեղծել է վարպետ անիմացիոն ֆիլմը, ստեղծել է մուլտֆիլմ, ստեղծել է ինտերակտիվ ծրագրեր, որոնց երեխաները մասնակցում են, պատկերացրեք այնպիսի հերթ է առաջանում, չեն կարողանում հասցնել գրանցումներ իրականացնել, երեխաները ցանկանում են տեսնել վարպետը անիմացիոն ֆիլմը։ Եվ արդեն իսկ ունենք թանգարանի նոր ցուցադրությունը, որը հաստատ համոզված եմ մեծ այսպես այցելուներ է ներգրավելու թանգարան։ Բնականաբար թանգարանը նաև պահպանում, խնամում եւ հանրահրճակում է թանգարանային այն արժեքները, որոնք մեզ է թողել մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը։ Ձեզ համար հասկանալի է երբ ղեկավարի կողմից նման հայտարարություն անելը, որտեղ ինքը իր օրինակով բացատրում էր, որ թանգարաններ կա այցելում է, տարիներ շարունակ նույն նկարներն են կախված լինում կամ այցելուները շատ քիչ են լինում։ Իհարկե այնտեղ նշում էր, որ մշակութային քաղաքականության խնդիր կա, այսինքն ընդունում էր, որ կառավարության նաև մեղքի բաժինը կա, բայց ամեն դեպքում ասում էր, ոնց որ պահեստներ են էլի, եթե պահեստ է, ուրեմն ինքը չպիտի գործի։ Գիտեք, խնդիրը որն է, կառավարությունը եւ ԳԳՄՍ նախարարությունը շատ ակտիվ այսօր ձեռնարկում է միջոցառումներ։ Այսօր դուք տեսաք այստեղ նաեւ մարզային բազմաթիվ թանգարաններից ներկայացուցիչներ։ Ես գոնե գիտեմ շատ թանգարաններ, որոնք ակտիվ ցուցադրություններն են փոխել, օրինակ Վանաձորի թանգարանները, որոնք ցուցադրություն են փոխել, Գյումրիի թանգարանը, Հոբելյանական ծրագրերի շրջանակում կառավարության որոշմամբ Գյումրիի Իսահակյանի տուն թանգարանին դրամաշնորհ կտրվի, որ կիրականացվի արդեն այնտեղ ինտերակտիվ ծրագիր, այնպես որ կառավարությունը եւ ԿԳՄՍ նախարարությունը ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ եւ արդեն մեծ արդյունքներ ունենք եւ տեսանելի արդյունքներ։ Դուք այսօր եթե հենց վաղը թանգարանների գիշերը պարզապես շրջեք թանգարանները եւ տեսնեք, դուք ինքներդ կտեսնեք, թե ինչպիսի լավ արդյունքներ ունենք մենք։ Այսինքն տարիներ առաջվա համեմատ ձեր թանգարանի այցելուների քանակը ավելացել է, օրինակ կարող եք վիճակագրություն ներկայացնել 2024 թվականի։ Միանշանակ այսպես թվերով չեմ ներկայացնի հիմա, բայց միանշանակ ավելացել է ու դա ինչի արդյունքում է եղել։ Մենք նախարարության դրամաշնորհի շրջանակում ստեղծել ենք օրինակ վարպետ անիմացիոն ֆիլմը, որը մեծ այցելուներ է ներգրավել թանգարան եւ ընդհանրապես բոլոր թանգարաններում էլ կարելի ասել եւ մարզային եւ քաղաքային թանգարաններում ակտիվություն է նկատվում, քանի որ թիրախային աշխատում են այս ուղղությամբ մարդիկ եւ մշակվում են օրինագիծ արդեն թանգարանների օրենքն է մշակվել, դուք արդեն գիտեք եւ մեծ ակտիվությամբ եւ մարզային թանգարանների եւ քաղաքային թանգարանների ուղղությամբ աշխատանք է տարվում։ Իհարկե, եթե մենք ունենք խնդիր, մենք բնականաբար պետք է առերեսվենք այդ խնդրին եւ փորձենք լուծել այս խնդիրը եւ այդ խնդիրը ակնհայտ
ակնհայտորեն լուծվում է, որովհետև մեծ միջոցներ են ծախսվում մշակութային կյանքը ակտիվացնելու եւ զարգացնելու համար Հայաստանում։ Բայց չեք ընդունում այն գնահատականը, որ կոնկրետ օրինակ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը երբևէ եղել է, կներեք, այսպես կոչված պահեստի նման։ Ես արդեն 12 տարի է, որ աշխատում եմ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, երբևէ նման բան չի եղել, բայց գուցե եւ կան թանգարաններ, որ այո, այդ կարգավիճակում են։ Ես նորից եմ ասում, պետք է առերեսվենք խնդրին եւ փորձենք լուծել խնդիրները։